Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ոչ, 4 բորոտները սա չէին ակնկալում, երբ կիսասոված և թաքուն մտնում էին թշնամու ճամբարը։ Լավ եմ տեսնում, սա չի կարող իրականություն լինել։ Բայց այո, ճամբարը դատարկ է, թշնամիները հեռացել են։ Միգուցե սա ծուղակ է։ Ոչ, դա ծուղակ չէր։ Սիրիացիները, ովքեր պաշարել էին Սամարիա քաղաքը և փորձում էին սովամահ անել իսրայելացիներին, այնտեղ չէին։ Ո՞վ է նրանց տարել այնտեղից։ Աստվածաշունչը մեզ ասում է այդ գաղտնիքը։ Կենդանի Աստված նրանց հզոր բանակի աղմուկ լսեցրեց, և քանի որ նրանք կարծում էին, որ Իսրայելը միացել է այլ զորքերի հետ, ամեն ինչ թողեցին ու հնարավորինս շուտ սրտատրոփ փախան։ Աստված այդ հրաշքը մայրամուտին արեց, հենց այն ժամանակ, երբ 4 բորոտները գնացին իրենց թշնամուն հանձնվելու։ Նրանք սպասում էին մահվան, բայց փոխարենը կյանք ստացան։ Այսքան սնունդ։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ այս ամենին։ Ինչպիսի մրցանակ, տեսեք, հագուստ, ոսկի, արծաթ։ Նրանք կերան ու խմեցին։ Նրանք շրջում էին ճամբարով, կարծես երազում լինեին։ Մեր արածը ճիշտ չէ։ Մենք չենք կարող միայն մտածել մեր մասին։ Պետք է քաղաքում պատմել այս բարի լուրը։ Եթե լռենք, ապա մյուսները սովից կմեռնեն, և նրանց մահվան մեջ մենք կլինենք մեղավոր։ Թագավորը սկզբում մտածեց, որ այս լուրը թշնամու հնարքն է, բայց բոլոր բնակիչները շրջեցին ճամբարում և տեսան, որ ճիշտ է։ Նրանք թալանեցին սիրիացիների ճամբարը։ Աստծուն ծաղրող պաշտոնյան մահվան դատապարտվեց քաղաքի դարպասի մոտ։ Ամեն ինչ պատահեց այնպես, ինչպես Աստված էր ասել։ Ինչ-որ մեկը փոխանցեց բարի լուրը։ Ով հավատաց դրան, ապրեց։ Որքան լավ է, որ այդ անձը չլռեց։ Եվ ուզում եմ հիշեցնել այն, ինչ մի անգամ Հիսուսն ասաց. Ես ապրում եմ, և դուք նույնպես պետք է ապրեք։ Նա ուզում է, որ մարդիկ ապրեն, ոչ միայն գոյատևեն, այլև հավերժ ապրեն։ Շատերը դա դեռ չգիտեն։ Ահա թե ինչու եմ ուզում փոխանցել Հիսուսի մասին բարի լուրը։ Դու նույնպես պետք է դա անես։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։